Ողջունում ենք Երևանի եւ Բաքվի միջև խաղաղության գործընթացում գրանցված առաջընթացը եւ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով դա կարևոր քայլ է հարավային Կովկասում երկար սպասված անվտանգության եւ բարգավաճման ուղղությամբ։ Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը կարևորել է տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, սահմանազատումը եւ հումանիտար բաղադրիչը։ Զախարովան նշել է, որ Մոսկվան պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել այդ գործընթացներում։ Նա հավելել է, որ Դաշնության արտաքին գործերի նախարարության Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովայևը պատրաստ է այցելել տարածաշրջան խորհրդակցությունների անցկացման համար։ Զախարովան անդրադարձել է նաեւ Պենտագոնի կողմից Հայաստան տեխնիկա տեղափոխելու մասին լրատվամիջոցների հրապարակումներին։ Նա նշել է, որ այդ հարցով Մոսկվան տեղեկատվություն է խնդրել Երևանից։ Մեզ տեղեկացրել են, որ Վաշինգտոնից նման պաշտոնական հարցումներ չեն ստացվել։ Այնուամենայնիվ, եթե տեղեկությունը հաստատվի, ապա դա իհարկե ապակայունացնող գործոն կդառնա հարավային Կովկասում կայունության եւ անվտանգության համար, ասել է Զախարովան։ Նա հիշեցրել է Մոսկվայի դիրքորոշումը, որ հարավային Կովկասի երկրների խնդիրները պետք է լուծվեն հենց տարածաշրջանի երկրների շրջանակում։ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչն անհանգստություն է հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին լարվածության աճի մասին հաղորդագրությունների կապակցությամբ։ Մարիա Զախարովան նշել է, որ Մոսկվան կոչ է անում ցուցաբերել զսպվածություն, խուսափել իրավիճակի սրման տանող ցանկացած գործողությունից, բոլոր խնդիրները լուծել բացառապես խաղաղ ճանապարհով։ Մենք հանդես ենք գալիս բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների համալիրի իրագործմանը Բաքվի եւ Երևանի շուտապույտ վերադարձի օգտին, ինչ վերաբերում է ՀԱՊԿ շրջանակներում եւ երկկողմ ձևաչափով Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի ստանձնած պարտավորություններին, դրանք բոլորն ուժի մեջ են, բոլորն այդ ամենը շատ լավ գիտեն։ Միևնույն ժամանակ հիշեցնեմ, որ հենց Երևանի կողմից ՀԱՊԿ-ին անդամակցության սառեցումը, կարծում եմ, չի նպաստում Հայաստանի անվտանգության ամրապնդմանը, ինչը եւս ակնհայտ է, ասել է Զախարովան։ Հարցին, թե արդյոք հնարավոր է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը վերսկսվի, Մարիա Զախարովան պատասխանել է ոչ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի վերաբերյալ մեր դիրքորոշումն անփոփոխ է։ Դուք հիշում եք, որ հենց ամերիկացի եւ ֆրանսիացի համանախագահներն են պարզապես դադարեցրել իրենց աշխատանքը այնտեղ, ասել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը, հավելելով Մինսկի խմբի համանախագահի մանդատն ուղղակի կորցրել է իր արդիականությունը։ Մարիա Զախարովան նաեւ անդրադարձել է Բաքվում պահվող հայ գերիների հարցին։ Մենք արձանագրել ենք Բաքվի բացասական արձագանքը Միացյալ Նահանգների կոչերին ազատ արձակելու բոլոր հայ գերիներին, որոնց նկատմամբ այժմ դատավարություն է ընթանում Բաքվում, հայտարարել է նա։ Մեր դիրքորոշումը հետևյալն է. բազմիցս խոսել ենք հակամարտության ընթացքում կուտակված բոլոր խնդիրների լուծման անհրաժեշտության մասին։ Ես նկատի ունեմ հայ-ադրբեջանական հակամարտությունը եւ հումանիտար հարցերը երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացների շրջանակում, ինչպես նախատեսված է համապատասխան եռակողմ համաձայնագրերով։ Մենք վերահաստատում ենք հավատարմությունը այդ պայմանավորվածությանը։ Մենք պատրաստ ենք մեր գործընկերներին, բարեկամներին ու ընկերներին ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն, ասել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը ճեպազրույցի ժամանակ։ Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի հնարավոր դուրս գալը Եվրամիությանը միանալու շուրջ բանակցությունների փուլում կարող է զգալի վնաս հասցնել Հայաստանի տնտեսությանը, հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը։ Սերգեյ Շոյգուի խոսքով դա Հայաստանի համար կարժենա երկրի ՀՆԱ-ի 30-ից 40%-ը եւ կրիտիկական վնաս կհասցնի երկրի տնտեսությանը։ Շոյգուի խոսքով Հայաստանը ստիպված կլինի նաեւ միանալ եվրոպական պատժամիջոցներին եւ Եվրամիության ռազմաքաղաքական որոշումներին։ Պաշտոնյան նշել է, որ պատժամիջոցներն ուղղված կլինեն ոչ միայն Ռուսաստանի եւ Բելարուսի, այլև Իրանի դեմ։ Վրաստանը վճռականորեն աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին եւ հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը։ Տարածաշրջանի ներուժը կարող է իրացվել միայն համագործակցության դեպքում։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մակա Բոջորիշվիլին ելույթ ունենալով Ռեյզինա Դայալոգ համաժողովի հայացք Կովկասից պանելային քննարկմանը։ Նախարարը խոսել է նաեւ Վրաստանի խնդիրների մասին, նշելով տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը մնում են Վրաստանի գլխավոր մարտահրավերը։ Մենք շարունակում ենք օգտագործել բոլոր միջազգային ձևաչափերն այդ մասին խոսելու եւ հարավային Կովկասում հակամարտությունները լուծելու համար, որոնք սպառնում են ողջ տարածաշրջանի անվտանգությանը։ Հստակ հայտարարում ենք, որ հակամարտությունների կարգավորման ճանապարհը պետք է լինի բացառապես խաղաղ, ասել է Վրաստանի արտաքին գործերի նախարարը։ Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կալանավորումից հետո երկրի տարբեր քաղաքներում, այդ թվում Անկարայում, Ստամբուլում զանգվածային ցույցեր եւ անկարգություններ են սկսվել։ Ցուցարարների եւ ոստիկանների միջև տեղի են ունեցել բախումներ։ Իրավապահներն արցունքաբեր գազ եւ մահակներ են կիրառել։ Թուրքիայի ընդդիմադիր ժողովրդի հանրապետական կուսակցությունը, չնայած երկրում ցույցերի եւ հանրահավաքների արգելքին, կոչ է արել բոլոր քաղաքացիներին հավաքվել Թուրքիայի նահանգային եւ շրջանային վարչակազմերի շենքերի մոտ։ Կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելը հայտարարել է, որ Ստամբուլի քաղաքապետին ձերբակալության
տապալել են քաղաքական նկատառումներով։ Էրդողանի աշխատակազմն էլ ընդդիմությանը մեղադրել է Ստամբուլի քաղաքապետարանի դեմ հետաքննությունը քաղաքականացնելու փորձերի համար։ Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության ղեկավար Ֆահրեդին Ալթունը հայտարարել է, որ երկրում դատական համակարգն անկախ է եւ դրա ցանկացած որոշում պետք է հարգեն բոլորը։ Նա երկրի քաղաքացիներին կոչ է արել վստահել պետական մարմիններին եւ պաշտոնատար անձանց հայտարարություններին։ Էքրեմ Իմամօղլուն ձերբակալվել է մարտի 19-ի վաղ առավոտյան փողերի լվացման, անօրինական եկամուտ ստանալու եւ ֆինանսական միջոցների ստվերային հոսքին առնչություն ունենալու կասկածանքով։ Թուրքիայի լրատվամիջոցների փոխանցմամբ այս գործով ձերբակալվածների ընդհանուր թիվը հասնում է 100-ի։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ պայմանավորվել է Միացյալ Նահանգների նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Վոլցի հետ մարտի 24-ին Ռիադում Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների ներկայացուցիչների բանակցությունների անցկացման մասին։ Ավելի վաղ պաշտոնյաները հեռախոսազրույց են ունեցել։ Բանակցություններին ռուսական կողմից կմասնակցեն Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը եւ անվտանգության դաշնային ծառայության տնօրենի խորհրդական Սերգեյ Բեսեդան։ Դավիթ Մուրադյան, լուրեր։